Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քանի որ ռազմավարական գործընկերությունից խոսեցի, ես երևի ավանդական բոլոր տարածաշրջաններին չանդրադառնամ, այլ ուղղակի ռազմավարական գործընկերություններին անդրադառնամ։ Ռուսաստանի Դաշնությունը մեր շարունակում է մնալ մոտ գործընկերը եւ նաեւ տնտեսական կապերը մեր շատ ինտենսիվ են։ Այսօր ուղղակի նաեւ մյուս հանձնաժողովում Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում հնարավորություն կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու։ Վաշինգտոնում երկու ըստ էության ուղղության բան տեղի ունեցավ, նախ Հայաստան-Ադրբեջան եւ երկրորդ Հայաստան-Ադրբեջան Միացյալ Նահանգներ, այս թեմայով եւ երկրորդ բանը տեղի ունեցավ, որ երբեմն ստվերվում է, ուրեմն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված 3 հուշագրերը, սրանք ըստ էության բնական շարունակություն են եւ արտացոլումն էին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև հաստատված կրկին ռազմավարական գործընկերության ու էլի պիտի անդրադառնամ մանիպուլյացիաներին կհիշեք, երբ մենք տարվա սկզբին ռազմավարական գործընկերություն հաստատող փաստաթուղթ ստորագրեցինք նախորդ վարչակազմի հետ Միացյալ Նահանգների հետ, մի քննադատությունների տարափ տեղած այն մասին, որ այս անխելքները ենթադրվում էր մենք կնքում ենք այդպիսի փաստաթուղթ գնացող քաղաքական ուժի հետ եւ մենք չենք հասկանում, որ հեսա նոր քաղաքական ուժը գալու է եւ այդ ամբողջը գցի ջուրը եւ ինչ տեսանք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ոչ միայն պահպանում է այն փաստաթուղթը եւ ընդունված սկզբունքները, որոնք մենք հաստատել ենք Միացյալ Նահանգների հետ, այլև մի հատ էլ մի քանի ամիս հետո ընդամենը 3 նոր հուշագիր ստորագրեց այդ փաստաթղթից բխող եւ դրա ոգուն համապատասխան օրինակ որոնք էականորեն նոր հնարավորություններ են ստեղծում մեր համար եւ մեր համագործակցության համար չափազանց կարեւոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ մեկն էլ ուղղակիորեն բխում էր մեր խաղաղության խաչմերուկ ծրագրից եւ արտահայտում է Միացյալ Նահանգների սատարումը Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Կրկին էլի այդ կանխատեսումները հոդս ցնդեցին բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ չգիտեմ, չեմ կարող երևի նույնը ասել մեր ընդդիմության ակնկալիքների Ռազմավարական գործընկերությունների թեման շարունակելով մեզ հաջողվեց եւ մենք կարևորում ենք դա ռազմավարական գործընկերություն հաստատել Նիդերլանդների հետ, նույն բովանդակությամբ քննարկումներ են ընթանում մի շարք այլ եվրոպական եւ եվրոպական միության անդամ երկրների հետ, Ֆրանսիայի հետ առաջին հերթին, Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գիտեք որքան տարողունակ են եւ անընդհատ ամեն օր ավելի են զարգանում Ռազմավարական գործընկերություն հաստատեցինք եւ էլի մի սխալ հաշվարկ եւ սխալ մեղադրանք մեր ուղղությամբ